Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, սա արդեն մեր երկրորդ հաղորդումն է այսօրվա մեջ, քանի որ տեսած էր բազմաթիվ մեկնաբանությունները մեր նախորդ հաղորդման տակ, չնայած որ հիմնական թեման Գյումրու ընտրությունները չէին, բայց այնուամենայնիվ ես որ անդրադարձա այդ հարցին, ես տեսա, որ հիմնականում բոլոր մեկնաբանությունները այդ հարցի շուրջ էին, եւ ամենամեծ հետաքրքրությունը ներկայացնում է այս հարցը, հետևաբար այս հարցի շուրջ անպայման կա նաև կարծիք ասելու ձեր մեկնաբանություններից ելնելով եւ փաստացի այս ընտրությունները, որոնք որ տեղի ունեցան Գյումրիում, հիմա տարբեր կարծիքներ կան, եթե այդ ընդդիմությունը միավորվի, հնարավոր է նույնիսկ քաղաքապետ ընտրեն, միասնական քաղաքապետ, կա կարծիք, որ չեմ միավորվելու, կա կարծիք, որ կմիավորվեն, ճիշտ ասած կրկնեմ, ես շատ չեմ խորացել այդ հարցի մեջ, բայց մեկ բանի մեջ համոզված եմ։ Եթե արտաքին ուժերը հրաման տան, որ այդ ուժերը պետք է միավորվեն եւ պետք է ընդդիմությունը մեկ տեխնազու ունենա եւ ընդդիմության տեխնազուն պետք է դառնա քաղաքապետ, դա տեղի կունենա։ Այսինքն, եթե կա արտաքին միջամտություն, միանշանակ այդպես տեղի ունենա եւ իմ պատկերացմամբ շատ մեծ է հավանականությունը, որ դա տեղի ունենա իմ պատկերացմամբ։ Հիմա ինչ է կարևորը։ Իմ պատկերացմամբ այս ընտրությունները, եւ ես համոզված եմ, փորձ էին 2026 թվականի ընտրություններից առաջ։ Կարող է սրանով մեկնարկ տրվեն բավականին խոշոր գործընթացների Հայաստանում։ Այն, որ Նիկոլ Փաշինյանը հպարտանում է, որ ազատ ընտրություններ են տեղի ունենում Հայաստանում, ես չեմ կարծում, որ ամբողջությամբ կարելի է կիսել իր միտքը, որ հպարտանալու տեղ կա, քանի որ Հայաստանում ընտրվելու իրավունք ունեն նաև այնպիսի ուժերը, որոնք որ չեն ցանկանում, որ Հայաստանը լինի անկախ երկիր, հետևաբար, եթե մենք չենք ունենալու անկախ երկիր, այդպիսի ընտրությունների արդյունքով, ապա ում են պետք այդ ազատ եւ թափանցիկ ընտրությունները։ Ժողովրդավարության միջոցով մենք կործանելու ենք մեր երկիրը։ Իրականում ժողովրդավարությունը պետք է շատ ամուր լինի եւ այն ուժերը, որոնք որ օտար երկրներից են ղեկավարվում, կապ չունի որ երկրից, բոլոր այդպիսի ուժերը պետք է արգելվեն։ Ես համոզված եմ, հակառակ պարագայում 2026 թվականին մենք կստանանք այն, որ Հայաստանը այլևս կդադարի լինել անկախ ժողովրդավարական պետություն։ Միանշանակ համոզված եմ իմ խոսքերի մեջ ու ասեմ ավելին, եթե սա լիներ օրինակի համար 4-5 տարի առաջ, երբ որ չկար այս ուկրաինական պատերազմը, ես այլ կերպ էի մոտենալու այս հարցին, սակայն հիմա կոնկրետ խորհրդային միության ստեղծման գործընթաց է տեղի ունենում, նույնիսկ Ռուսաստանի կայսրության վերաստեղծման գործընթաց։ Ես դեմ կլինեմ ցանկացած կայսրության, լինի դա պարսկական, թուրքական, թե ռուսական եւ այլ իսկ պատճառով ես այս հարցը բարձրաձայնում եմ հստակ, որ մենք հասկանանք, որ հիմա Հայաստանում իրոք պետք է արգելվեն այն ուժերը կամ այն քաղաքական գործիչները, որոնք որ օտար երկրներից, ես կարծում եմ, որ հատուկ ծառայությունները կունենան այս տեղեկությունը, որոնք որ օտար երկրներից հրահանգներ են ստանում, թե ինչ եւ ինչպես իրականացնեն Հայաստանում։ Անկախությունը շատ ավելի մեծ եւ կարեւոր արժեք է, քան ժողովրդավարական ընտրությունները, չէ՞ որ այդ ընտրությունները պետք է ծառայեն պետության բարգավաճմանը, պետության անկախացմանը, եւ ոչ թե այդ ընտրությունների միջոցով կարողանան Հայաստանը վերածել գուբերնիայի, քանի որ հիմա տեղեկատվական տեխնոլոգիաները շատ են զարգացած եւ շատ հեշտ է հասարակությանը մանիպուլյացիայի ենթարկել, ազդել հասարակության պատկերացումների վրա, ես տեսնում եմ, թե ինչ ահռելի մեծ գործընթաց է գնում, ինչ ահռելի մեծ աշխատանք են տանում, որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացիները սխալ ընտրություններ կատարեն։ Ես հասկանում եմ, որ շատերը հնարավոր է ոչ բացարձակ մեծամասնությունը, բայց բավականին մեծ թվականակով մարդիկ հոգնել են քաղաքացիական պայմանագրից։ Դա նաև բնական է, ասեմ, որ հեղափոխություններից հետո կամ ընտրություններում տարած հաղթանակներից հետո յուրաքանչյուր ուժ կարող է յուրաքանչյուր ուժի մոտ ռեյտինգի նվազում տեղի ունենա, հետո ավելացում տեղի ունենա եւ այլ ընտրանքը չպետք է լինեն այն ուժերը, որոնք որ ցանկանում են, որ Հայաստանը վերածվի օտար երկրի գուբերնիայի։ Հնարավոր է ընտրությունների գնացող ժողովրդի մեծ մասը նույնիսկ չհասկանա, որ այդպիսի ընտրություն է ինքը կատարում, բայց ես համոզված եմ, որ
2026 թվականների ընտրությունները լինելու են իրոք հանրաքվեն լինելու Հայաստանի անկախության եւ ինքնիշխանության համար, հաշվի առնելով հիմա աշխարհաքաղաքական ընդհանուր մթնոլորտը իրավիճակը, այնինչ տեղի ունենում ամբողջ աշխարհում եւ հատկապես մեր տարածաշրջանում։ Այդ իսկ պատճառով ես կարծում եմ, որ շատ ճիշտ կլինի, որ Հայաստանում, բայց ով անի դա, ստեղծվեն նոր առողջ քաղաքական ուժեր, եղած քաղաքական առողջ ուժերը պետք է ավելի մեծ ուշադրություն հատկացվի ժողովրդավարական այն ուժերին, որոնք որ հիմա կան Հայաստանում, եւ ես կարծում եմ, որ այդ ուժերը պետք է որ մասնակցեն Հայաստանում 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների։ Հակառակ պարագայում ես արդեն հստակ ասեցի, որ կարող է նաեւ այնպես լինի, որ մեծ խնդիրներ մենք ունենանք անկախության հետ կապված։ Չեմ ասում, որ իշխանությունները եւ ժողովրդավարական ուժերը կպարտվեն, բայց կարող է տոկոսային այնպիսի հարաբերակցություն ստեղծվի, որ բավականին լուրջ խնդիր ստեղծե դա արդեն Հայաստանի գոյության համար։ Ամեն օրվա ռեժիմով աշխատում են Հայաստանի քաղաքացիների հետ, սուտի ազգային լոզունգներով, սուտ թափելով, եթե իրոք ազգային գաղափարներով այդ մարդիկ առաջնորդվեին, ապա չէին կարող գովերքել որևիցե կայսրության, բայց եթե նրանք նաև չեն քննադատում այդ կայսրություններին, որոնք որ մեծ նեղություն են պատճառել մեր ազգին եւ ժողովրդին եւ պետությանը, ու նույն ժամանակ ազգային քարոզչություն են տանում, ուրեմն գիտեք, որ այդ ուժերը կեղծ են։ Ես պատահական չէ, որ նախորդ մեր հաղորդման ընթացքում Գարեգին Նեժդեի անունը էի տվել, որոշները նեղվել էին այդ ուժերի կողմնակիցները, որ իբր մենք իրավունք չունենք Գարեգին Նեժդեի անունը տալու, չէ, ես ասեմ անկեղծ, մենք ոչ միայն իրավունք ունենք, մենք նույնիսկ այլ ձև ենք մտածում Գարեգին Նեժդեի մասով եւ հանրապետական կուսակցության նման չենք մտածում, որ պետք է կայսրության հետ լավ լինես եւ նույն ժամանակ պետք է Նեժդե պաշտես, Նեժդեյան գաղափարներով առաջնորդվես, ուղղակի այդ ամենը անհամատեղելի է։ Գարեգին Նեժդեն հստակ դեմ էր յուրաքանչյուր կայսրության, նա պայքար էր մղում Հայաստանի անկախության եւ ինքնիշխանության համար եւ նույնիսկ ինքը, որ կուսակցության անդամ էր, այդ կուսակցությանը դեմ դուրս եկավ, հանուն նրա, որ պաշտպանի եւ պահպանի Սյունիքը Հայաստանի կազմում, ստեղծեց Սյունիքում անկախ պետություն եւ հանձնեց Սյունիքը խորհրդային Հայաստան միայն մեկ պայմանով, որ Հայաստանից անբաժան է մնալու Սյունիքը։ Պատկերացնեք, թե ինչ բարձր գաղափարախոսություն ուներ Գարեգին Նեժդեհը եւ այն մարդիկ, ովքեր որ ուղղակի պաշտում են օտար կայսրությունները եւ նույն ժամանակ Նեժդեհից են խոսում, հստակ ասում եմ ձեզ, վստահաբար այդ մարդիկ կեղծավորներ։ Ինչպես որ ավետարանի մեջ է ասվում, չի կարող նույն աղբյուրից թե տաք, թե սառը ջուր գալ եւ կրկին ավետարանից մի փոքրիկ մեջ բերում, ասում է, որ հիմա գայլերը ոչխարների փոստները հագած, ոչխարների տեսքով ներկայանում են մարդկանց մեջ, ես կարծում եմ, որ հիմա նույնն է տեղի ունենում Հայաստանի նաև քաղաքական դաշտում, բայց այստեղ մեղավոր են նաև Հայաստանի իշխանությունները, որոնք որ չեն մաքրել այդ դաշտը կրիմինալներից եւ նման պայմաններում հպարտանալ, որ մաքուր ընտրություններ են տեղի ունենում, թափանցիկ ժողովրդավարական, չգիտեմ, ինքներդ գնահատեք, թե ինչ է դա նշանակում։ Եթե կրիմինալից, երկիրը թալանած ուժերից եւ օտար երկրներից հրահանգներ ստացող ուժերին չես մաքրում, ցանկացած օտար երկրից, միջազգային ես բամբ եմ սաշի։ Ուզում է դա լինի Իրանը, ուզում է դա լինի Թուրքիան, ուզում է դա լինի Ռուսաստանը կամ մեկ այլ ուրիշ երկիր, կապ չունի, եթե օտար տեղերից հստակ հրահանգներ են գալիս, ու դու այդ ուժերի մասով տեղեկություն ունես եւ չես արգելում նրանց գործունեությունը եւ թույլ ես տալիս, որ նրանք մանիպուլյացիայի ենթարկեն քո հասարակությանը եւ մասնակցեն ընտրություններին եւ արդար ու թափանցիկ ընտրություններ ես անցկացնում, պարզ է, որ քո երկրի ճակատագիրը եւ անկախությունը հստակ վտանգի տակ ես դնում։ Երևի թե ավելացնելու ոչինչ չունեմ, ուղղակի հերթական անգամ կոչս է Հայաստանի իշխանություններին եւ սա բավականին լուրջ մտահոգվելու տեղ պետք է իրենց տա։ Ես չեմ ասում, որ հիմա Գյումրիում իրենց տեխնացուն չի դառնալու քաղաքապետ, բայց կոնկրետ Գյումրիում տեղի ունեցածը հստակ մեզ հուշում է, որ բավականին բարդ է լինելու 2026 թվականը իրենց համար եւ Հայաստանի անկախության եւ պետականության համար,
Այդ իսկ պատճառով Հայաստանին հարկավոր է նոր քաղաքական ուժեր, ժողովրդավարական ուժեր, եւ դրանից բացի շատ կարեւոր է, որ արգելվեն այդ բոլոր ուժերը, որոնք որ ցանկանում են Հայաստանը տանել դեպի գուբերնիա, քանի որ հիմա ճակատագրական շատ լուրջ պահ է ոչ միայն Հայաստանի, այլ ամբողջ տարածաշրջանի համար։ Եվ այստեղ նաև կարևոր է նշել, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ոչ միայն ապատեղի կատաղություն է տարածում, այլ Սյունիքում գյուղերից մեկում սահմանակից գյուղերից մեկի ուղղությամբ կրակել են, սահմանակից գյուղերից մեկի ուղղությամբ, պատուհաններն են վնասվել։ Նաև նկարներ կան, թե ինչ է վնասվել ադրբեջանական կրակոցների պատճառով, եւ սա եւս պատահական չէ։ Ես կարծում եմ, որ հիմա կարող են նույնիսկ փորձեն ավելի շատ ակտիվացնել այսպիսի գործողություններ ադրբեջանցիները, հաշվի առնելով այն, որ հասկացել են, որ հնարավոր է ինչ-որ քաղաքական մանիպուլյացիաների դիմեն Հայաստանում, եւ դրանից բացի մենք հիշում ենք նաեւ երեկ են խոսացել այս մասին Էրդողանի եւ Ալիևի հեռախոսազրույցը, դա կարող է արվել նաեւ այն նպատակով, որ Թուրքիայում հիմա խառն է թուրքերի ուշադրությունը եւս շեղեն Հայաստանի ուղղությամբ եւ կարող են լինել բավականին լուրջ ռազմական սադրանքներ Ադրբեջանի կողմից։ Այս մասով եւս պետք է չափազանց զգուշ լինել, մեզ համար չափազանց կարեւոր է, որ մենք կարողանանք պահպանել ներկայիս խաղաղությունը Հայաստանում եւ ամբողջ տարածաշրջանում։ Իմիջիայլոց այսօր նաեւ Վրաստանում անկախության հանրաքվեի օրն է, շատ կարեւոր օր է նաեւ Վրաստանում, եւ ինչպես Հայաստանի անկախությունն է մեզ համար կարեւոր, այնպես էլ Վրաստանի անկախությունն է մեզ համար կարեւոր։ Հստակ նշեմ, որ անկախությունը եւ ինքնիշխանությունը ամենամեծ արժեքն է մեր երկրների համար եւ մեր եղբայրական ժողովուրդները, հայերը եւ վրացիները պետք է միասին մեջք-մեջքի տված կարողանան պահպանել իրենց անկախությունը եւ պաշտպանել իրենց անկախությունը, եւ ես կարծում եմ, որ վրացիները եւ հայերը որպես հին քաղաքակրթություններ, հազարամյակների պատմություն ունեցող հին քաղաքակրթություններ, որոնք որ միասին պաշտպանել են ժամանակին պետականությունները, կրկին միասին կարողանան պաշտպանել այս դժվարին ժամանակաշրջաններում իրենց պետականությունը։ Հիշում եմ Թամար Թակուի ժամանակները պատմությունից, թե ինչպես Զաքարյան եղբայրները հայ ազգի Թամար Թակուի կողքին միասին պաշտպանում էին Հայաստանը եւ Վրաստանը։ Հայլում պատմության օրինակներ, որից որ մենք պետք է օգտվենք եւ կարողանանք պաշտպանել մեր երկրները։ Շնորհավոր նաեւ վրաց ժողովրդին եւ Վրաստանի բոլոր քաղաքացիներին այս կարևոր օրվա առթիվ հանրաքվեի անկախության հանրաքվեի օրվա առիթով։ Հայաստանի մասով նաեւ կարող եմ նշել, որ այսօր Գերմանիայի նախագահան այցելել է Հայաստան, նա արդեն եղել է Ծիծեռնակաբերդում, տեսնենք թե ինչ հայտարարություններ է անելու նաեւ Գերմանիայի նախագահը Հայաստանում, շատ կարեւոր է։ ՀԱՊԿ-ի մասով Հայաստանից հայտարարություններ կան, որ ՀԱՊԿ-ը բյուջեի առումով չի միանալու ՀԱՊԿ-ի ոչ քննարկումներին, ոչ փաստաթղթերին, նման փաստաթղթերի ընդհանրապես անտեսվելուն եւ Հայաստանը չի ստորագրելու բյուջեին վերաբերող որևիցե փաստաթուղթ, սա եւս շատ կարեւոր տեղեկություն է։ Ուկրաինայի մասով եւս կան նոր տեղեկություններ։ Մենք մեր նախորդ հաղորդման ընթացքում խոսում էինք, թե ինչպես Դոնալդ Թրամփը հիասթափված է Ռուսաստանից եւ սպառնում է ինչ-որ միտեղ նաեւ Ռուսաստանին նոր պատժամիջոցներով, բայց հիմա նաեւ փաստացի ինչ-որ միտեղ Ուկրաինային է սպառնացել, ասելով, որ Զելենսկին հրաժարվում է եւ փորձում է խուսափել կնքել այդ պայմանավորվածությունները հազվագյուտ մետաղների շուրջ։ Այդ մասին եւս մենք խոսել ենք, եթե հիշում եք, այդ փաստաթուղթը լրիվությամբ փոխվել է, այլ կետեր է պարունակում, ավելի վատը, քան նախկինում էր, եւ դա է պատճառը, որ Զելենսկին ինչ-որ միտեղ խուսափում է, չի ուզում ստորագրել այդ փաստաթուղթը, եւ Դոնալդ Թրամփը ասում է, որ ինքը մեծ խնդիրներ կունենա, եթե չստորագրի այդ փաստաթուղթը։ Դոնալդ Թրամփը կրկին անդրադարձել է նաեւ Ռուսաստանին եւ նշել է, որ Ռուսաստանի համար կա վերջին ժամկետը, իրենք շատ լավ տեղյակ են, թե որ ժամկետն է, եւ այդ ժամկետի մեջ պետք է Ռուսաստանը գնա խաղաղության կնքման։ Այսինքն, եթե Ռուսաստանը հրաժարվում է այդ ժամկետներում կնքել խաղաղություն, գնալ հրադադարի, ապա Թրամփը հստակ սպառնում է նաեւ Ռուսաստանին։ Եվ ասում է, որ եթե ես որոշեմ, որ արդեն հստակ եզրահանգման գամ, որ Ռուսաստանը հատուկ նպատակներով է ձգձգում այս պատերազմը եւ ինքն է մեղավոր այս պատերազմի մեջ եւ չի ուզում խաղաղություն, ապա ես շատ վատ կտրամադրվեմ նրանց համար, դա շատ վատ հետևանքներ կունենա, ասում է Թրամփը։ Ահա այսքանը, սիրելի հայրենակիցներ, այս պահի դրությամբ
Հաջողություն եմ մաղթում բոլորիդ, ցտեսություն, կհանդիպենք։